Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի տնտեսական համակարգի կայունության և զարգացման հիմնական երաշխավորն է։ Նախընտրական քարոզարշավի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՓՄԶ ներկայացուցիչների հետ։ Տնտեսական քննություն ՓՄԶ-ն վաղը խորագրով քննարկմանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը ներկայացրել է կուսակցության տնտեսական ծրագրերի փոքր և միջին բիզնեսին վերաբերող ծրագրային դրույթները։ Փոքր ու միջին բիզնեսը, որոնց ես նույն այդ ճանապարհով եմ անցել։ Ես ինձ վրա դա զգացել եմ։ Այսօր ցանկացած երկրում փոքր ու միջին բիզնեսը դա պետության ողնաշարն է։ Փոքր ու միջին բիզնեսին պետք է արտոնություն տան, հնարավորություն տան, պայմաններ ստեղծեն։ Օրենքներն ու կարգերը այնպես է, որ այս ծիլերը միանգամից տեղում չորանում են։ Խոշորները միշտ փոքրերին ուտում են։ Այլ հակառակը պետք է հնարավորություն ու պայման լինի եւ պետություն աջակցի փոքրին եւ իհարկե խոշորները աջակցեն։ Պետք է մոտեցումը ճիշտ լինի, արդարացի լինի, ասում եմ ես այդ նույն ճանապարհը, որ իմ համար երազանք էր եղել 3000 ռուբլին, որ կարողանա ես գործը սկսեի պարտքով վերցնելով ու աշխատելով, կազմակերպելով 3000-ը դարավ 100,000, 100,000-ը նորից դրեցինք 4 հատ բացեցի սնկի աճեցմանը ջերմոցային բաններ, դրանից արդեն ասենք ալկոտկայի հողու կոչկի արտադրություն, դրանից հետո արդեն գործաներ վերցեցինք։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը ՓՄԶ ոլորտի համար առաջարկում է հարկային և արմատական արտոնություններ և վարկային բեռի կտրուկ թեթևացում։ Գագիկ Ծառուկյանի խոսքով սկսնակ ձեռներեցների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որպեսզի առաջին իսկ տարում բիզնեսը չփակվի։ Իր օրինակով ու գործունեությամբ է ներկայացնում, որ միշտ կանգնած է եղել ձեռներեցների կողքին։ Ես որ առիջ մոլի փոքր ու միջին բիզնեսը շուկան կազմակերպել էի, ես ասենք փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ լինելով հասկացել եմ։ Ես իրենց 1 տարի ժամանակ ասեմ սա թույլ եմ տալի անվճար, վարձ չվճարեք։ 1 տարի ձեր համար կայացեք, մինչև շուկա ձեռք բերեք, կարողանաք ձեր վարկերը, պարտքերը, թեթևակի օքսերը հոգաք։ 1 տարի աշխատելուց հետո մարդիկ դիմել են ասելով պարոն Ծառուկյան, որ մենք լավ ենք դու թեթևացի հոգսից թեթևացելա կլինի 1 տարի էլ երկարացնենք։ Ասեմ 2 տարի էլ երկարացրեք։ Գնացեք դες լավ զգացեք։ Հայաստանի տնտեսական վերածնունդը հնարավոր է մեգանախագծերի և զբոսաշրջության զարգացման ճանապարհով։ Սա այն առանցքն է, որի շուրջ Գագիկ Ծառուկյանը կառուցում է երկրի տնտեսական առաջընթացի իր տեսլականը։ Այսօր մեր երկրում անհրաժեշտ է 2-3 խոշոր ներդրումային ծրագիր։ Ամենակարևորը պետք է туриզմը զարգանա։ Ոսկու հանք չունեք, բրլանդի չունեք, բայց իրական ոսկին դուք չեք օգտագործում, туриզմը զարգացեք։ Մտածել եմ, որ Հիսուսի արձանը կառուցեմ, գոնե իմ աշխարհի հայությունը, ես նույնպես, որ ասենք մենք աշխարհի առաջի քրիստոնյաներն ենք։ Գոնե այդ մի բան ասենք։ Այսօր Աստծո կամոք այնքան հաջող ստացվում է, որ ամբողջ աշխարհը դրանից է խոսում, ամբողջ աշխարհը ուզում է գա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն առաջարկում է տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներին ազատել շրջանառության հարկից, իսկ 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջարկը սահմանել 1%։ Մեր Բարգավաճ Հայաստանի ծրագրի հիմնական լեյտմոտիվը մոդելի փոփոխությունն է երկրում։ Այսօր դուք գիտեք, որ մեր երկրում սպառում հնա հարաբերակցությունը հասնում է 90%, 88%։ Այսինքն խնայելու բան չկա։ Հատկապես այդ չեն կարող խնայել, որ հետո դառնա ինվեստիցիա։ Մենք ասում ենք վերեք փոխենք ներդրումային մոդելի, որ այսօր 10-20% է, ներդրումներ հնա գոնե 5 տարվա ընթացքում բարձրացնենք 40%։ Հեշտ գործ չի։ Մելքումյանը մեր ամենատաղանդավոր տնտեսագետն է, բայց ես մենակ մի օկու վրա չեմ հիմնվում, ասեմ։ Փոքր ձեռնարկատերերին պետք չէ նեղացնել, հակառակը, պետական ծրագրերով է հարկավոր հոգ տանել նրանց մասին։ Քո քաղաքացուն բնակչին պետք է շանս տաս, չխեղդես, հնարավորություն տաս։ Ոլորտ չկա չտիրապետեմ, Հարվարդը չեմ ավարտել, բայց իմ հետ ոչ մեկ չի կարա խոսի։ Այսօր դրա սուպերմարկետները հզոր մեծ, փոքրները սաղ մեռնում են։ Եղբայր կարգ պետք է լինի, եկավ ժամը 6-ը խոշորները փակեք։ Գոնե փոքրերը կարողանան աշխատել։ Մարդը պետք է զրոյից կայացած լինի, տեսած լինի։ Մարդու իրավիճակի մեջ մտնի, քայլ կատարի։ Իսկ այդ մարդիկ էլ գոհ շնորհակալ են, թեթևակի մի փոքրիկ լավ բան անես։ Ոնց որ ընտանիքի հայրը իր երեխեքի անդամների հետ է վերաբերում հավասարաչափ, նույնն էլ պետության իրավունքն է, որ հավասարաչափ բոլորին նայի։ Շատ գնահատում եմ այն մարդկանց, ովքեր իրական անցած ճանապարհով ու փորձով են, դուք է ձեր խոսքում ասեք մանավանդ բիզնեսի մեջ, դուք ունեք ձեր փորձը, որ անցել եք ձեր դժվարությունները եւ այլն։ Փոքր եւ միջին բիզնեսին պետք է ազատել բանկային ռեկետից, ասում է ԲՀԿ ղեկավարը։ Առաջարկում է, որ պետությունը ներում շնորհի մինչև 3 միլիոն դրամ կազմող վարկային պարտավորությունները։
Ունենք 2,450,000 վարկառու։ Ու այսօր մեր բանկային համակարգը լոմբարդային համակարգ է, եղբայր։ Դրանից մենք պետք է խոսենք։ Ծրագիրը տանում ներկայացվեց բանկի վարկ վերցնելու։ Գնահատումը այսօրվա գնով էշենք արժի 100,000։ Իրական նա կարող է 500,000, բայց այսօրվանով իր սարկածը չէ, վաճառքի գինը արժի 100,000, քեզ տալցա 20,000։ Չկատարեցիր, էլ չի ասում, ես գնահատել եմ 100,000, արք 80 կամ մի քիչ ավելացնում։ Մի անգամից օրգանը կուղարկի տնից կանի, դա տես բա չի լինի, աշխարհով մեկ, որ գնում ես վարկ վերցնելու ծրագիրը ներկայացնում ես, հատուկ մասնագետ են կցում, որ ինքը հենց դրա տոկոսներից է իր աշխատավարձը ստանում։ Ուսումնասիրում է, այս ծրագիրը, որ դու վարկ ես վերցնում, արդարացող է, թե արդարացող չի։ Եթե արդարացող չի, արդյոք բերող չի, պլյուս բերող չի, նրանք գումար չեն տալիս։ Մեր մոտ գնաց տեղում 5 րոպե բերտուր վեկալ գնա բանկը նայ որ լոմբարդային համակարգ չլինի ցանկացած ծրագիր ուսումնասիրի այդ ծրագիրը մեր երկրում գործող է շահույթ բերող է եթե շահույթ բերող չի անտեղի այդ մարդը վարկի տակ չլինի իր տունը չկորցնի եղբայր շատ լավ այդտեղ ինչ փոփոխություն եք նախատեսում որ բանկերը լիարժեք որ եթե նա ծրագրի համար ֆինանսավորել է ծրագիրը անարդյունք է ու ինքը մարտելակացել է որ տվյալ բիզնեսի համար պետք է շինարարին գտնի թե պետք է ապրանք առնի բանկը արդեն լիարժեք ուղղությունները ցույց տա որտեղից պետք է առնի ոչ թե փող լվանան հարցեր լուծեն այլ պետք է ծրագիրը հիմնավորած լինի Ուժեղ ձեռներեցն է ստեղծում ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունը կայուն եւ անվտանգ պետության գլխավոր երաշխիքն է։ ԲՀԿ ղեկավարի խոսքով, եթե մենք ուզում ենք ունենալ հզոր պետություն, պետք է կանգնենք աշխատող մարդու կողքին։ Հունիսի 7-ին ընտրիր համար 7-ին։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն